Ռուսաստանը, հիշում եք այդ գույք պարտքի դիմաց բանակցվում էր, հանձնեց Քոչարյանը, հանձնեց ամեն ինչ հնարավոր էր հանձնել, ընդամենը 97 միլիոնի դիմաց, 100 միլիոն ենք ասում, իսկ 100 միլիոնի չկա։ Պարտքի դիմաց 97 միլիոն։ Էլ Մարսը, Հրազդանի Փշեկը, էլ 5 հատ վերլուծական հետազոտական կենտրոններ, Մերգելյանը եւ այլն։ Մի տարի էլ չանցավ դրանից հետո Ռուսաստանը ներեց բոլոր հետխորհրդային երկրների պարտքերը, բոլոր, որոնցից ամենափոքր պարտքը Հայաստանին էր։ Ամենափոքրը, այնտեղ կային 100 միլիոնավոր, միլիարդավոր դոլարների պարտ, Ուկրաինա միլիարդներ էր պարտ, ներեց, որտեղ նրանք ինչքան էլ էլի ավտոկրատներ են շատերը, էլ ինձ չի որ ժողովրդավարներ են եւ այլն, բայց մեկը գոնե մի քիչ սեփական հայրենիքը սիրում են, մի քիչ գոնե մտածում են, ոնց մեր երկիրն է, ոնց մի քիչ թասիբ ունեն, ոնց կարելի է, ինչ որ պարտքի, փուճուր պարտքի դիմաց հսկայական բաները 10 հանձնես, որտեղ դա գույք պարտքի դիմաց չէր, դա գույք իշխանության դիմաց էր, որ քեզ գույքը տամ, Հայաստանից պոկեմ տամ քեզ, դու իմ աթոռը ապահովի ենքան որ ես իշխանություն մնամ, ինձ դաբրոն տուր, ես ուզածս կան։ Մնացածը ջանդամ ինչ Հայաստան ինչա Քոչարյանի համար, Դելոսում մի հատ տուն կառնի, լավ էլ այնտեղ կգնա քեֆերը կանի կգա։ Ու հստակ կա ինքնություն, դու ես ինքնություն պահող, որ մշակութային, պատմամշակութային հուշարձանը ոչնչացեցիր, որ քո կոնգրես հյուրանոցը կառուցես, մեջն 6 միլիոն դոլար փող աշխատես։ Հիմա եկել ես ինքնությունից ես խոսում։ Ու ամենահետաքրքիրը այն է, որ ամենաշատ ինքնությանը վնասող, Հայաստանի պետականությանը վնասող, Հայաստանին վնասող ուժերը ամենաշատն են շահարկում Հայաստան բառն ու ինքնություն բառը։ Նույնիսկ իրենց անուններում Դաշինքի կուսակցության անպայման Հայաստան բառը մտցրել են։ Ոնց որ հատուկ նաև դա ապական են։ Մեկը Բարգավաճ Հայաստան իբր թե, մեկը Ուժեղ Հայաստան իբր թե, մեկն էլ հետ լրիվ Հայաստան Դաշինք։ Ամբողջությամբ։ Դու ես Հայաստանը։